Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց այդպես իլուր բոլորի։ Եթե մենք նայում ենք CNN-ը, նշանակում է այնտեղից էլ մերն են նայում, չէ՞։ Հայտարարեց մեր վերահսկողությունը, պրեզիդենտի վերահսկողությունը։ Ուսումնասիրել է այսինչ երթուղին 49 հատ մեքենա է ձևակերպված, որի վրա ձևակերպված է 3 վարորդ։ 3 վարորդ միաժամանակ քշում են 49 հատ միկրոավտոբուս։ Դա հայտարարել մեր երկրի նախկին պրեզիդենտը։ Այստեղ կա աշխատանքային օրենսդրության մարդու հալածանքի, վարորդները շատ են հալածում մեզ, բայց իրանք նույնպես հալածված դասակարգ են, ոչ աշխատանքային պայմանագիր, այսինքն որոշ մասը ունի, մեծ մասը չունի, այն որ թղթի վրա պետք է որևէ բան երևա, որ ձեռնարկություն է, շահագործում է, շահել է այդ երթուղին, ու որոշ քանակցույց են տալի, մի այդքան էլ կամ ավել ոչ արձակուրդ, ոչ մեր երկրում եւ ընդհանրապես մեր մոլորակի վրա ոչ ոք իրավունք չունի շաբաթը 40 ժամից ավել աշխատելու։ Իսկ վարորդներին ավելի քիչ է, բայց վարորդը եթե ամբողջ օրը աշխատում է եւ վաղը հաջորդ օրը նույնպես եւ շաբաթ օրը նույնպես եւ ամսական 1-2 ազատ օր է ունենում, դա ուղիղ վտանգ է մեր կյանքին։ Մի խոսքով մեր մոտավոր հաշվարկները, շատ մոտավոր, ստույգ չել կարող լինել։ Մեր հաշվարկներով օրեկան մոտ $25,000 չհաշվարկված, չհարկվող եկամուտ կա գոյանում է միկրոավտոբուսների ասպարեզում։ Սա ճիշտ ստույգ մեկ օրում մոտավորապես մինչև $25,000 համարժեք դրան։ Դա մոտավոր հաշվարկ է եւ հաստատղթային ապացույց չունի։ Մենք հաշվարկները մեր կատարել ենք, որքան է մեքենաների քանակը, որքան է հասույթը, որքան է ուղևորների թիվը, որքան են ընթացիկ ծախսերը, աշխատավարձերը եւ մոտավոր այս թիվը ստացել։ Ինձ շատ մտահոգում է այն փաստը, այստեղ պարոն Պողոսյանն ասեց նրա մասին, որ այսպես ասած գծի տերերը ունեն գերշահույթ եւ շահագործում են ուրեմն վարորդներին անսպառ ձևով։ Վարորդները չունեն ֆիքսված աշխատավարձ։ Մեր մոտ շատ նենց թեթև տվյալներ ունենք, օրվա ընթացքում, բացի նրանից, որ որոշակի գումար իրանք արդեն ուրեմն վճարում են գծի տերերին, բացի դրանից վճարվում է 15,000-ից 25,000 դրամ, դա պլանից դուրս է, ինչ-որ մի գումար, մոտապես մինչև 25,000 դրամ։ Սա այն պարագայում, երբ երթուղային տաքսիների ուրեմն այսպես ասած գծի տերերը վճարում են մաքսային կառույցներին ամսվա ընթացքում ամբողջ իրանց գծի համար 30,000 դրամ։ Ամբողջ գծի համար։ Հարկային ոչ թե մաքսային, կներեք, հարկային։ Ուրեմն սա ապշեցուցիչ թվեր են։ Մենք այսօր հայտարարության տեքստ ենք նաև տարածելու, որի տակ ստորագրած կլինեն մի շարք դաշինքներ, հկներ եւ շարժումներ։ Սա ապացուցում է մի բան, որ վերջապես այսպես մեծ ուժ է ստանում արժանապատիվ տրանսպորտի համար պայքարի շարժումը ու ավելի մեծ մենք ակնկալում ենք, որ օրեցօր մեզ ավելի շատ մարդիկ պիտի միանան ու մեր պետք է մշակել հստակ ռազմավարություն պայքարի, որը կբերի նրան, որ մենք ի վերջո կունենանք արժանապատիվ տրանսպորտ հնարավորինս սեղմ ժամկետներում, որովհետև պետական մարմինները մեզ ասում են դուք ճիշտ եք, այո, սա խնդիրները կան եւ մենք աշխատում ենք, բայց ասենք իրանք մոտավոր գոնե 10 տարի պատկերացնում են, բայց օրինակ ես չեմ պատրաստում 10 տարի կռացած երթևեկել, ոչ էլ ուզում եմ, որ իմ երեխաները դա տեսնեն։ Դրա համար մենք կոչ ենք անում նաեւ ձեզանց յուրաքանչյուրին եւ մեզ լսող յուրաքանչյուրին միանալ մեզ, որպեսզի ունենանք արժանապատիվ տրանսպորտ։ Այսինքն իրավական միջոցներ չեք գործում։ Չէ, ամեն միջոցներ գործի ենք դնել։ Ես հիմա կոնկրետ չեմ կարող ասեմ, մենք այս ինչ գործով մտնել ենք դատարան, բայց մենք հիմա ստեղծել ենք աշխատանքային խումբ, որտեղ կան նաև իրավաբաններ, որ ոլորտը ուսումնասիրում են ամեն տարբերակ, եթե պետք լինի, ասենք, նստացույց անել կլինի, եթե պետք լինի դատարան դիմել կլինի, եթե պետք լինի որևէ գծի տիրոջ գործի խանգարել, դա է կլինի։ Այսինքն ամեն միջոց կարելի է գործի դնել, մենակ թե որ ունենանք արժանապատիվ տրանսպորտ։